Ողջույն, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին Նարայի ալիքից։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգա այստեղ գտնվելը։ Մի փոքր ես կպատմեմ իմ մասին։ Ես արդեն 8 տարի է ապրում եմ Ֆրանսիայում, զբաղվում եմ կանանց իրավունքների պաշտպանության հասարակական գործունեությամբ, ունեմ մեծ հոբի զարդերի նկատմամբ, ինչպես նաև ունեմ մեծ կոլեկցիա զարդերի։ Եվ այդ նպատակով բացել եմ YouTube-յան այս ալիքը, պարբերաբար սերիական զարդեր ձեզ ներկայացնելու իմ հավաքածուից։ Կազմակերպում եմ ակցիաներ, որպեսզի դուք էլ ունենաք հնարավորություն ձեռք բերել այս ունիկալ զարդերից ու ստեղծել ձեր իսկ հավաքածուն։ Այդ թվում նաև իմ հայաստանաբնակ հայրենակիցների համար տարին 2 անգամ ես կազմակերպում եմ ակցիաներ, որպեսզի նրանք նույնպես օգտվեն այս հնարավորությունից։ Իմ բաժանորդներից շատերը նույնպես զարդերի կոլեկցիոներներ են ու ժամանակ առ ժամանակ լրացնում են իրենց կոլեկցիան իմ հավաքածուից զարդեր համալրելով։ Այս ալիքը առհասարակ բոլոր էսթետների համար է, այստեղ դուք կտեսնեք շատ սիրուն բաներ եւ ոչ միայն զարդեր, ինչպես նաև գեղեցիկ վայրեր։ Ես նկարահանում եմ նաև Ֆրանսիայի տեսարժան վայրերը, ներկայացնում ֆրանսիական քաղաքային վայբ, երբեմն էլ մի փոքր հատված ֆրանսիական մշակութային կյանքից եմ տեղադրում։ Եվ այսպիսով, ես վստահ եմ, որ դուք չեք հիասթափվի, մնացեք ինձ հետ, հետաքրքիր առջևում է։ Եվ այսօր ես ձեզ կներկայացնեմ 2 հիասքանչ վզնոց, որը ձեռք եմ բերել աճուրդին մասնակցելով։ Այս պրոցեսը շատ հետաքրքիր ու գայթակղիչ է, կենտրոնացնում ես բոլոր ջանքերդ ու ուժերդ, որ դու հաղթես։ Եվ ահա ես հաղթեցի։ Եվ վուալա, ես այս ամենը կցուցադրեմ մանիկենի վրա եւ դուք կտեսնեք, թե ինչքան շքեղ զարդեր եմ ես գնել։ Ես պարզապես հիացած եմ իմ այս ձեռքբերումով, այս 2 հիասքանչ վզնոցներով։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Զգուշորեն հանեմ իմ այս ճկնախ մայորիկա վզնոցը իր խոշոր կանաչ փականով, որը նաև հանդիսանում է գեղեցիկ դեկորացիա այս վզնոցի համար։ Տեղադրեմ այս շքեղությունը։ Կարելի է մի փոքր կարճացնեմ շղթան, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Ահա այսպես։ Շատ խոշոր գեղեցիկ էլեմենտներ են, փայլուն կրիստալներ, օգտագործված է այս զարդի վրա Սվարովսկու կրիստալները, ակնհայտ երևում է փայլից, ադամանդի պես փայլում են այդպիսի դաջվածք ունեն։ Եկեք նայենք մյուս հետաքրքիր վզնոցը։ Հիմա ես այն կտեղադրեմ մանիկենի վրա։ Այս վզնոցները նույնպես մայորիկաներ են, եղաշարք, կարճ եւ երկար տարբերակները։ Մայորիկան իսպանական կուլտիվացված մարգարիտներ է, աղբու միջամտությամբ աճեցրած բնության մեջ, արհեստական ճանապարհով։ Ինչպիսի շքեղություն, շատ գեղեցիկ վզնոց է, առկա են տարբեր չափսերի, տարբեր ֆորմաների ու օրնամենտի էլեմենտներ։ Աբստրակտ վզնոց, հենց սրանով էլ այն առանձնանում է սովորական ստանդարտ ձևաչափերի վզնոցներից։ Եվ եկեք ստուգենք այս լամպով, տեսնենք ինչ նյութից է այն։ Ստուգում եմ, տեսնեմ ինչ նյութից է այն բաղկացած, առկա է սաթի կտորներ, այս սրանք սովորական էլեմենտներ չեն, սաթ են, երբ որ փոխում է գույնը, դա նշանակում է, որ սաթ է։ Ահա, այս էլեմենտները եւ այս նշաձև էլեմենտները սաթ են հանդիսանում, այսինքն յանտար։ Քանի որ լուսավորությունից փոխում են ուլտրամանուշակագույն լույսից փոխում են իրենց երանգը։ Վառենք լույսը եւ ուսումնասիրենք մոտիկից։ Ահա այսպիսի էլեմենտներ են, միկրոֆլորայով հարուստ, շատ գեղեցիկ է եւ չի կրկնվում, ոչ մի նախշազարդ ասեմ, էլեմենտ ասեմ, չի կրկնվում, այսինքն բնության կողմից ստեղծված նախշազարդեր, այդպես կարելի ասել, որովհետև բնության մեջ ոչինչ երբեք չի կրկնվում ճիշտ նույնությամբ։
Այսպիսի վզնոց ինձ դեռևս երբեք չէր հանդիպել, շատ հետաքրքիր է, անընդհատ ուզում ես ուսումնասիրել, շատ ճոխ վզնոց է, բայց միևնույն ժամանակ համեստ, աչքի ընկնող վզնոց է, որի նկատմամբ երբեք ոչ մեկ անտարբեր չի գտնվի, հետաքրքրությամբ կփորձի ուսումնասիրել այս բագետային կրիստալները, շատոնները, շատ գեղեցիկ վզնոց է։ Այս մյուսն էլ է ինքնատիպ ու յուրահատուկ, մասնավորապես դեկոլտե բացվածքի վրա շատ ավելի ճոխ կլինի այս վզնոցը, շատ փայլուն վառվող կրիստալներով, շատ վառվող ու փայլուն կրիստալներով կգրավի բոլորի ուշադրությունը, երբեք աննկատ չեք կարող մնալ նմանատիպ ճոխ վզնոցներ կրելով։ Այստեղ առկա են թևնոցներ, երկու միանման թևնոց, մեկը ամիցիստի իմիտացիա է, մյուսը նռնակարի։ Հիմա տեղադրեմ դաստակիս վրա, որպեսզի տեսնեք ինչպիսի տեսք ունի։ Էլաստիկ է եւ հարմարավետ է օգտագործելը։ Երբ որ չարչարվում ես, սկսում ես կոճկել, մանավանդ երբ որ շտապում ես, այդքան էլ հարմար չէ, բայց երբ որ այսպես արագ դոստուպով կարող ես վերցնել զարդը եւ կրել, ես կգերադասեմ այս տարբերակը։ Կա նաեւ երրորդը, տեսեք ինչ հիասքանչ գույն ունի, վարդագույն, նուրբ վարդագույն, խեցու կտորներ են։ Ամռանը գնել էի այս թևնոցի փիրուզագույն գույնը, հիմա ցույց կտամ։ Ահա այն։ Ինչ շատ են դուր գալիս այս պեղլամուտրային երանգները։ Հիմա կկրեմ դաստակիս վրա եւ կտեսնեք, թե որքան շքեղ են։ Զարդերը ես սիրում եմ մոտիկից ցույց տալ, որպեսզի ավելի լավ երևան բոլոր դետալները մանրամասնորեն։ Սա էլ մյուս տարբերակը։ Շատ գեղեցիկ են երկուսն էլ, մանավանդ ամռանը շատ հաճելի է կրել, այս մյուսը ունի ծովի, օվկիանոսի բոլոր երանգները։ Իմ սիրելի գույնն է այս փիրուզագույնը։ Եվ լավ առիթ է ցույց տամ վերջերս ձեռք բերած իմ վզնոցը, իր գույնային գամայով նման է այս թևնոցի գույնային երանգներին։ Ահա այն իր ողջ շքեղությամբ, կարելի է կրել միասին, սա ավելի Tiffany գույնն է, իմ սիրելի գույնը, բայց ծովային թեմա է, չի խանգարի միասին կրել։ Զգուշորեն հանեմ այս վզնոցը, այս մյուսը տեղադրելու նպատակով։ 60-ականների շանել է, ընկերներ, վինտաժային շանել։ Շատ գեղեցիկ գույն է, շատ գեղեցիկ էլեմենտներ։ Ես այս խոշոր էլեմենտները սիրում եմ կողքի վրա կրել, ավելի էլեգանտ են նայվում։ Առաջ ամեն դետալի վրա մտածել են, քննարկել են, ուզեցել են մաքսիմալ գեղեցիկ եւ որակ զարդեր ստանալ, ինչը հիմա չի նկատվում ներկայումս։ Ավելի անորակ զարդեր են ինձ հաճախ հանդիպում ժամանակակից ինդուստրիայում, ժամանակակից մաս-մարքետային խանութներում, չթվարկեմ անուններ, բոլորդ էլ գիտեք այդ խանութները, որտեղ վաճառվում են զարդեր։ Կարծես թվում է, որ ապրում ես Եվրոպայում, ամեն ինչ պետք է որակյալ լինի, բայց իհարկե դա այդքան էլ այդպես չէ։ Այս վզնոցի հետ գնել եմ նաև այս ականջողերը, ռետրո շանել է 1960-ականներից մինչև 1970-ականներն ընկած ժամանակահատվածի զարդեր են այս երկուսը եւ այս ականջողերը կլիպսներ են, նուրբ, պահպանողական, լոկանի, կլասիկ ժանրի ականջողեր են, որոնք կարելի է կրել ամեն ինչի հետ։ Այդպիսի բազային զարդ է սա, կարելի է կրել անկախ շորի գույնից ցանկացած հագուստի հետ։ Այս վզնոցը ես կգերադասեմ կրել սպիտակ վերնաշապիկի հետ, շատ ճոխ է այս վզնոցը նայվում, շատ շքեղ, ինչպես նաև ամառային
շորիկների հետ։ Դասական չէ, ավելի շատ casual ոճի է։ Այստեղ տեղին է ցույց տալ մեկ այլ վզնոց, որը կարծես թվում է կլասիկ է, քանի որ առկա են մարգարիտներ, բայց նաև կան կապույտ գույնի, բլու մաղին գույնի ուլունքներ, որը ավելի casual է դարձնում այս վզնոցը, եւ այն կարելի է կրել ջինսից հագուստների հետ։ Հիմա սա էլ տեղադրեմ, նայեք։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս դետալների վրա, որոնք տեղադրված են հուլունքների արանքում։ Այնպես է արված այս աշխատանքը, որ այս էլեմենտը փականը ընկնի կողքի վրա եւ ավելի էլեգանտ տեսք հաղորդի այս վզնոցին։ Բայց նաև կարելի է կրել փականը հետևի մասում, ահա այսպես, եւ կստացվի, որ դուք ունեք երկու վզնոց, մեկը ահա այսպիսի բազիկ, հասարակ, ամենօրյա, տեսնում եք այս էլեմենտները դարձյալ կողքի հատվածում են տեղադրված։ Իսկ մյուս տարբերակը արդեն կունենաք ճոխ, ահա այսպիսի շատ ճոխ վզնոց, որը կարելի է կրել հատուկ աղիքների դեպքում։ Այդ դրա համար ես շատ եմ սիրում վինտաժային զարդեր, որովհետև մտածված է յուրաքանչյուր դետալ սիրելիներ։ Շատ ճոխ են, իսկապես շատ ճոխ վզնոցներ են։ Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը, որը ավելի շատ հավանեցիք, որը կնախընտրեիք կրել կամ ունենալ։ Մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքները, ինձ համար շատ հետաքրքիր է իմանալ յուրաքանչյուրի կարծիքը, սիրելիներ։ Սիրելիներ, մեկնաբանություններում կթողնեք ձեր կարծիքները, տպավորությունները այս զարդերի վրա եւ ասեք, որ վզնոցը ձեզ ավելի շատ դուր եկավ, որ վզնոցին կտայեք ձեր նախապատվությունը, որը կուզենայիք ունենալ, որը կկրեիք, ինչպես կհամադրեիք, շատ հետաքրքիր է ինձ համար յուրաքանչյուրի կարծիքը։